Պարոն Ավետիսյան։ Պարոն Գևորգյան, երկու հարց ունեմ, մեկը այս քննարկման շարունակությունը, տեսեք, ես մի քիչ ավելի կարծում եմ հանրության համար ավելի պարզ, որտեվ երբ որ մենք ասում ենք ինդեքսներ, կենտրոնացվածություն, թուլացել է, ուժեղացել է, իհարկե կան հաշվարկներ, խնդիր չկա, դուք էլ ներկայացրիք, դուք ասում եք գործիքներ կան, որ ունեք այսօր, կան գործիքներ, որ չունեք, շուտով հայցելու եք ազգային ժողովից, նոր գործիքներ, բնական առաջին հայացքից բնական պրոցեսներ են սրանք, դե զարգանում է կյանքը, շուկաները, բնականաբար նաև դրա վերահսկողությունը։ Հիմա առաջին հարցս վերաբերում է հետևյալին։ Այն ինչ ստեղ խոսում ենք, կոնկրետ օրինակ քաղաքացիների մասով, պետք է հասկանալի լինի իրենց կյանքի փոփոխության տեսանկյունից, որովհետև օրենքը, կարգը, հետազոտությունը, վելությունը, պետական հսկողությունը, վերահսկողությունը, չգիտեմ ուսումնասիրությունը։ Պարոն Թունյանը բնականաբար այդ հարցերը, որ տալիս է, ակնհայտ է, ասենք ցանկանում է, որ դուք այդ թվերը բերեք, ինքը լավ գիտի այդ մասին եւ ցույց տա, որ տեսեք ինչքան լավացել է վիճակը, այն որ մենք ասում էինք կպայքարենք մենաշնորհների դեմ, ուռա կեցե մենք պայքարել ենք, բայց ես որպես քաղաքացի, որը օգտվում է նաեւ տարբեր շուկաներից, բարեբախտաբար, վերջերս դուք էլ եք տեղյակ, մենք միասին քննարկել ենք մի խնդիր, որը միասին էլ պարզեցինք, որ գլոբալ է, չեմ ուզում անհատականացնեմ, բայց ինչա ստացվում, նաև ձեր գործունեության օրոք, նաև այդ բոլոր ինդեքսների բարելավման օրոք, այսօր, նաև եւ երեք, վստահ եմ նաև վաղը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին դեմ հանդիման կանգնում է, ասենք, բառը սենց ընտրենք, հզոր տնտեսվարող սուբյեկտի, որպես սպառող։ Այդ հզոր տնտեսվարող սուբյեկտը բառից բուն իմաստով ամեն ինչ ունի, իրավաբաններ, պետք կլինի նաև գիտնականներ, փող ունի լիքը, ինչ ուզի իր իրավունքները պաշտպանության առումով, հասանելի է ամեն ինչին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, տոկոսով փողա վերցրել, ինչ որ մի հատ ապրանք է ուզում առնի, կամ իր վաստակը տես կուտակել է, գնում այդ ապրանքն առնում է։ Հիմա դուք ասում եք, մենք պաշտպանում ենք, այս հարթակ, այն հարթակ, ես խնդրում եմ այն ինչ ասել եք ուշադիր լսել եմ, որ լիքը բան արել եք, եւ ասել եք նաև, որ լիքը բան չեք արել, բայց փաստացի այսօր ես չեմ տեսնում այն թիրախավորումը, պարոն Գևորգյան, ձեր հանձնաժողովի, որը պիտի տեսանելի Հայաստանի Հանրապետության քաղաքացու որպես սպառողի, շահերը տեսանելի, շահերի պաշտպանությունը տեսանելի բարելավ է։ Իրականում չեմ տեսնում։ Հիմա պատճառները կարող են լինեն բազմաթիվ, բայց ես այս գնահատականը տալիս եմ, որովհետև հանրության շատ շերտեր, շատ մարդիկ ամենօրյա գրեթե ռեժիմով այս իմ ասածը իրենց կյանքի վրա զգում են։ Հարցը հետևյալն է։ Դուք օրինակ շատ կոնկրետ ինչ 2025 թվականին ինչ եք նախաձեռնում, որ այս իմ ասած սպառողի շահերի պաշտպանության դաշտը խոսքը վերաբերում է խոշոր վաճառող եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ամենատարբեր են ցանցեր կան, առևտրային էս կա, այն կա։ Երկրորդ հարցը վերաբերում է գազի շուկային։ Քննարկեցինք, ստեղ պարոն Գևորգյան, պարզ իրողություն է։ Ամեն օր տեսնում եմ, ինչ էլ ստեղ խոսենք, տաքսու վարորդը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը, որոնց մեքենան վարում են հեղուկ գազով, ամեն օր խոսում են, լրատվականները գրում են մի մասը օբյեկտիվ, մի մասը սուբյեկտիվ, բայց մի հատ փաստ կա, որ աշխարհում ինչ տենդենս տեղի ունեն, որտեղ մենք հեղուկ գազ դժբախտաբար չունենք մեր երկրում, ներկրում վաճառում ենք, ներկրման շուկաներում, հարևան երկրներում եւ Հայաստանի Հանրապետությունում մեր պարզ գնահատումներով, վերլուծություններով իրավիճակը էապես տարբեր է։ Այսինքն, եթե 30-40 դրամից մի քանի օրում դառնում է 160 դրամ մի լիտրը, այդ ոչ տնտեսական բացատրություն կարող ունենա, ոչ էլ, այսպես ասենք, այլ բացատրություններ։ Հիմա դուք էլ եք խոսում դրա մասին, բայց բան չի փոխվում։ Հենա նորից այսօր սկսել է էլի տենց աճել։ Ինչից է գալիս դուք գիտեք, ինչ գործոններ կան դուք ամենալավը գիտեք, բայց կոնկրետ օրինակ տաքսու վարորդին պայմանական։ Հիմա ինչ եք դուք ստեղ խոստանալու, որ ասենք այդ քառապատիկ, հնգապատիկ տատանումներ օրվա մեջ, որ օբյեկտիվորեն այդ մարդկանց վրա ազդում է, ամեն ձևով ազդում էլի։
ստրեսից մինչև գրպանին հարված, որ այդ լուծելու է կոնկրետ 1-2 քայլ, այսինքն ստեղ դուք եկել եք ոչ միայն արածը ներկայացնեք, նաև ձեր պատկերացումները, բայց ոչ թե օրենքների մակարդակով գլոբալ sense տեսական, գաղափարական եւ այլ կոնկրետ, որ այս 3 բանն ենք հեսա անելու, սկսել ենք եւ այս 2-3 բանով վստահաբար այս արդյունքը դուք տեսնելու եք, վաղը չէ մյուս օրը։ Այսինքն կառուցեք, մարդիկ իմանան, այս երկու ուղղությամբ մեկը սպառող դեմ անդիմանա հզոր վաճառողին, մեկն էլ գազի, հեղուկ գազի էլի սպառող, որ էլի տես չի հասկանում, ասենք ոնց է, որ այդ 5 անգամ մի օրում գազի գինա փոխվում։ Շնորհակալ։ Պարոն Գևորգյան, խնդրում եմ մեկ էլ նենց կկառուցեք, որ 3-3.5 րոպեի ընթացքում եթե փորձենք կառուցեմ, հարցը որտեվ կարևոր բան հանգամանք է, հարցերը որ ճիշտ լինի բոլորի պատկերացումները։ Ես անկեղծ ասած հենց տենց իմ խոսքը կառուցել էի, որ մարդ ինչ է ստանում, բայց չնսեմացնելով պարոն Թունյանի հարցը, նաև անդրադարձա այն կառույցներին, որոնք գնահատում, որտեվ կներեք էլի խորը հարգանք ունենալու նաև ձեր հանդեպ, հանրության հանդեպ, բայց գնահատականը մրցակցության պաշտպանության հանձնաժողովի եւ մրցակցության կարծում նաև ճիշտ է, որ մասնագիտական օբյեկտիվ ոչ որևէ շահից բխող հիմա դուք ասում եք մի կողմը կարող է հետաքրքրել հիշմանը որտեղ որ ասի մենք sense ենք ար մյուս կողմին հետաքրքիր որ բայց ոչ մի քաղաքացու կյանք բան չի փոխվել այդ կոնտեքստում ներկայացի ես էլ ասում օբյեկտիվ աշխարհը գնահատել է երբևիցե ամենաբարձր ինդեքսը որոնց դժվար ես այդ աշխարհի վրա ազդեցություն ունենի հիմա կոնկրետ ինչ է ստացած սպառող ես ձեր ձևակերպումների հետ համաձայն եմ բացառությամբ մի բանի որ մենք սպառողին չենք անդրադարձել եկեք դա փաս ֆիքսենք, որ սպառողի ֆունկցիան սկսվել է իրականացվել բառից բուն իմաստով 3 չի առաջի օրը։ Այսինքն ինձ ասել, որ սպառողը չի արվել, մի քիչ ճիշտ չի։ Եվ 1182 մարդու կյանքում բան է փոխվել, որտեղ 1182 դեպքով այս կար ժամանակում զբաղվել ենք։ Ասում եմ, սպառող, ցանկացած սպառող կարող է իր բողոքը հասցեագրի գնա այդ խնդիրը լուծվի։ Կա անհատական խնդիր, որը կարող է չլուծենք, կա հանրային խնդիր, որ կարող է լուծենք, կարանք դեպքերը թվարկենք, թե ում կյանքում ինչ է փոխվել, օրինակ չգիտեմ, անձի կյանքում 3 չառաջորը փոխվեց, բան, որտեղ իրան խաբել էին, իր թեյնիկի գնման հարցում գնացին կարեցին։ Այո, մենք պետք է կարողանանք միջավայրը ձևավորենք, զեղչերով փոխվել է մարդկանց կյանքը, լրիվ չի փոխվել, իհարկե չի փոխվել, Ամերիկայի Միացյալ Նահանգներում էս որ սպառողներին խաբելու հարյուրավոր դեպքեր կան, մենք չենք ասում, որ սպառողին խաբելու դեպքեր, բայց ես ասում որ ցանկացած Հայաստանի Հանրապետության սպառող առաջի անգամ իր կյանքի ընթացքում ունի կենտրոնական մարմին, որտեղ կարող է իր ցանկացած խնդրով զանգի դիմի, իհարկե բիզնես հարցերով էլի, եւ ունենա հարցի հասցեատեր հարցի լուծում։ Հիմա ինչ վերաբերում խոշոր բիզնես եւ գյուղացի Պարոն Թադևոսյան, Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին 1.6 միլիարդ դրամ փող է վերադարձվել գյուղացիական տնտեսության մթերողների կողմից առանց մեծ տուգանքների, առանց մեծ վարչարության եւ այլն, այսինքն սիրո եւ համերաշխության մթնոլորտում։ Ընդհանրապես մի քանի քեյս ենք ունեցել, մի 20 միլիոն դրամի կամ 30 միլիոնի տուգանք։ Առևտրային խոշոր ցանցեր մոտավորապես 4 միլիարդի կարգի փող են վերադարձել մատակարարներին։ Մնացել է տակը մի 200-300 միլիոնի պարկ մի երկու առևտրային ցանցի կողմից։ Մեծ սուպերմարկետը, որը սնկանում էր մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործընթացի արդյունքում չսնկացավ 1000 մարդ գործից դուրս չմնաց եւ մատակարարների պարքերը որոշակի ժամանակահատվածի ընթացքում ամբողջությամբ կմարվեն, իհարկե անունը չեմ ուզում այդ ընկերությունների տալ, որ այդ բան չստեղծվի։ Այս է ստացել կոնկրետ Հայաստանի Հանրապետության սպառողը, այս է կոնկրետ ստացել Հայաստանի Հանրապետության գյուղացիական տնտեսությունը, այս է ստացել Հայաստանի Հանրապետության մատակարարը։ Ընդ որում սա խոսում եմ, որ օրենսդրական այդ փոփոխությունները հարգելի գործընկերներ տեղի ունեցան ընդամենը 2024 թվականի ընթացքին։ 2024 թվականի հունիսից ենք, չէ՞, սկսել պարոն Թունյանը դրա հարցով զբաղվել։ Այդ 6 ամսվա ընթացքում ես հուսով եմ ձեզ ներկայացրեցի, թե ինչ է ստացել պարոն Թունյանի տված ժամանակային սահմանափակման մեջ։ Շնորհակալություն։ Եկեք հարգելի գործընկերներ ամեն դեպքում